Այսօր խոշտանգման վարչության քննիչը, այսինքն վարույթն իրականացնող քննիչը արձակնելու է Տիգրան Ուլուբաբյանին եւ միջև հիմա եթե քննչական կոմիտեն անձանց չձերբակալելը պայմանավորում է անձանց չիդենտիֆիկացված չլինելու հիմքով, այսօր Տիգրան Ուլուբաբյանը հստակ նշելու է, մատնանշելու է երկու ոստիկանների, խոսքը վերաբերում է ոստիկանության Լոռու մարզային վարչության պետի եւ Գոր ազգանունը Խարացյան, ազգանունով ոստիկան, այսինքն ինքը այսօր լրացիչ հարցաքննության ընթացքում տվյալ անձանց մատնանշելու է որպես քրեական օրենսգրքով արգելված արարք կատարողների, ինչը ինքնին ձերբակալման հիմք է։ Հաշվի առնելով նաև ձերբակալման առիթի գոյությունը, մասնավորապես քրեական օրենսգրքով արգելված արարքի առերևույթ գոյությունը, արդեն նաև ձերբակալման հիմքի գոյությունը, այսինքն տվյալ անձի մատնանշելը որպես քրեական օրենսգրքով արգելված արարք կատարողների, նաև բերել է իր շորերն է ցուցադրելու, այսինքն արգրավելու է նաև հակին եղած շորերը, որի վրա ակնհայտ արկա են բռնության հետքեր, հաշվի առնելով նաև տեղ գտած մնացած տեղեկությունները ավելի քան համոզված ենք, որ իրավական առումով այսօր առաջացել են ոստիկաններին, առնվազն երկու ոստիկանին ձերբակալելու հիմքեր։ Կանի քննչական կոմիտեն թե չէ, կարծում եմ բոլորիս համար պարզ է, որ քննչական կոմիտեն խոշտանգման վարույթներով դրսևորում է շատ խտրական քրեական դատավարություն, ուստի վստահ եմ, որ ոչ մի բան չի փոխվելու, ասեմ ավելին, քննչական կոմիտեն չպիտի սպասեր, որ այսօր Տիգրանը իդենտիֆիկացնի այդ երկու ոստիկաններին։ Այսօրվա դրությամբ առնվազն մենք պետք է ունենայինք թվով 6 ոստիկանների իդենտիֆիկացված տվյալները, պաշտոններ, կոչումներ, անուն, ազգանուններ, բայց մենք ոչինչ չունենք որևէ մի արգրաված փաստաթուղթ, չունենք իդենտիֆիկացված ոստիկաններ, չունենք հարցաքննված ոստիկաններ, չունենք հարցաքննված վկաներ, չունենք դատաբժշկական փորձաքննության նշանակված է, արդյունքը չկա, նշանակված չէ, առավել կարևոր է նշանակել ոչ թե Տիգրան Ուլուբաբյանի նկատմամբ, առավել կարևոր է նշանակել ոչ թե Տիգրան Ուլուբաբյանի նկատմամբ, այլ պարզել այդ ոստիկանների տվյալները եւ նշանակել ոստիկանների նկատմամբ, որովհետեւ ոստիկանների ձեռքերի վրա այդ հետքերը շատ շուտ վերացող հետքեր են եւ այս 5-6 օրվա ընթացքում 7 օր է անցել դեռ բարույթով մենք չունենք նշանակ պարզված անձանց տվյալներ։ Ես դրան զուգահեռել օգտվելով նաեւ այս ձևաչափով եթեր ունենալու հնարավորությունից ցանկանում եմ նաև տեղեկացնել, որ 3 եւ այսօր Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը սկսել է շատ լուրջ եւ շատ ակտիվ աշխատանք անձամբ իմ դեմ, երևի թե արանքից հանելու նպատակով տարբեր մարդկանց կանչում, հորդորում են հաղորդում տան այս կամ այն փաստաբանական ծառայությունների մատուցման շրջանակներում նրանց հետ կնքված քաղաքացի իրավական գործարքների, հարկեր վճարելու կամ չվճարելու հետ կապված, այսինքն մի կողմից աշխատում են իմ վրա իմ դեմ հաղորդում ներկայացնել, ինչ որ մի աշխատանք կատարեն, շատ օպերատիվ են աշխատում, պատկերացրեք այն տիպի են օպերատիվ աշխատում, որ հիշում են անգամ այն անձանց տվյալները, որոնց անձամբ ես եմ մոռացել։ Այդպիսի տվյալներ կարողանում են ձեռք բերել, բայց օպերատիվ տվյալներով պարզել ովքեր են եղել են ոստիկանները, ովքեր Տիգրան Ուլուբաբյանի նկատմամբ բռնություն են գործադրել, մինչև հիմա 7 օր անցել դեռ չեն կարողանում։ Տիգրան Ուլուբաբյանի հագուստն է։ Այդ կոֆեի հետն է, որ Տիգրանի վրա շպրտել են, նշելով որ կոֆեի էս բաժակում այսքան կոֆե կար, այս սենց են արել նրա վրա։ Իսկ սա է շորերի վրա քերծվածներն ու հետքերը, ու տարբեր մազեր էլ կան անգամ այս շորերի վրա, ասենց շատ ցուցադրել չեմ ցանկանում, այս մազերը երևում է, վստահեցնում եմ, որ սա Տիգրան Ուլուբաբյանի մազերը չէ, այս էլ քաշոցի հետքերը, 1, 2, ու սա արդեն փորձագետը կասի, ինչ աստիճանի է քաշված, թևերն էլ է երևում քաշված։ Տիգրան Ուլուբաբյանը նշում է, որ այս հատվածով բարձրացել են փակել դեմքը, այ միջև ստեղը, քաշել են միջև դեմքը փակել, հետո ապտակել մի քանի անգամ։ Այ սրա վրա վստահեցնում եմ արկա են ոստիկանների կենսաբանական բազում հետքեր։ Մատանում եք ներկայացնեք, որ արգրավ են։ Կարող են չարգրավել։ Տիգրան, դու ինչ ես ակնկալում։ Ինչ ես սպասում։ Սպասում եմ մենակ արդարություն։ Ուրիշ ոչ մի բան։